Բարևներ կյանքլոներ, ձեզ հետ է Triangle Frequency-ին, դուք գտնում եք մեր YouTube-յան ալիքում եւ դիտում եք մեր հեղինակային հաղորդաշարը։ Ձեզ հետ են Լեոն եւ Գուևոն։ Մենք գտնվում ենք Rock and Roll ստուդիայում, ինչի համար շատ շնորհակալություն նրանց, այսպիսի հրաշալի մեզ առիթ այս ամեն ինչը ձեզ ներկայացնելու եւ պատմելու, ընձեռելու համար։ Եվ community design-ը ձեզ կփորձի խանգարել ընթացքում։ Պատմումա ձեզ համաշխարհային իրադարձությունների, նորությունների եւ ոչ միայն համաշխարհային կատարվող մեր սիրելի Հայաստանում քննարկում ենք, բողոքում ենք, հյուրեր ենք ունենում հետագա եւ սկսենք նորություններից, հա, այս։ Մեզ հետ է նաև Mr. Beck-ը, ձեր կողմից արդեն շատ սիրված։ Mr. Beck, պրիվետներ։ Ողջույն Mr. Beck։ Որը որ մեզ հարցեր ա ուղղելու ընդհանուր ընթացքում, եթե ինչ-որ անհասկանալի թեմաներ ա լինում կամ իրան ինչ-որ հուզող հարցեր ա լինում, ուղիղ եթերում միանում ա մեզ մի անգամից ու այդ հարցերը տալիս ա։ Բայց սենց ասեմ, էլի իրականում մինչև նորությունների անցնելը այս անգամ գիտեք ինչ կուզեի խոսեինք։ Ես տեսել եմ դուք որ back to back նվագում եք, ձեր այդ սիմբիոզը շատ հետաքրքիր է ստացվում։ Ինչ որ գաղտնիք ունեք դրա մեջ, որտեվ երկուսդ էլ առանձին լրիվ տարբեր ոճական DJ-ներ եք, բայց երբ որ իրար հետ եք նվագում, շատ տարբեր ենք ոճային իհարկե։ Հա, բայց երբ որ իրար հետ եք նվագում, շատ ավելի լիարժեք ու լիակատար է ալնում։ Այդ իվենտները ես տեսել եմ ոչ մի անգամ ու ահա որ մեծ հաճույք եմ ստանում։ Այդ կարծում եմ շատ խորն է պետք նայել այդ ամեն ինչին, այդ կարծում եմ մարդկային հարաբերություններից է գալիս, այսինքն քանի որ մենք շատ շուտ վանգերներ ենք ու ամեն մեկս իր ոնց որ բնավորությունը գիտի անգիր, հա, այն որ ինչ կուզի մեկը անի մյուս քայլին, արդեն ոնց որ գիտենք իրար հասկանում կես բառից, կես շարժումից իրար կարաս հասկանաս, էլի։ Բացի դրանից էլ այդ back to back ասվածը ինքը մի քիչ տենց ոնց որ արհեստական կոնկուրենցիա է, այսինքն մեկը որ մի հատ տրեք է դնում, մյուսը ոնց որ մի քիչ ավելի ուզում է դրանից ավելի տենց թույն տրեք դնի, այն մյուսը դրանից ավելի թույն տրեք է ուզում դնի ու տենց ոնց որ սեթն էլ արդեն խզար ստացվում։ Հա, ու community-ն հայտնվում է տրանսի մեջ, չէ։ Իրականում հա, մեր հաջողությունների, այս մեր միջոցառումների հաջողությունների նաև մի հատ կարևոր կողմը նաև որ մենք քանի որ շատ տարբեր ենք թե բնավորություններից, թե երաժշտություն տեսանկյունից ինձ թվում է այդ բալանսը միշտ հաջողությունների է բերում առասարակ ամեն ինչում։ Բայց չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Հա։ Թե շատ սենտիմենտալ է դառնում, հա։ Առաջին մեր նորությանը դե անցի սկսի, ո՞րն է մեր առաջին։ Առաջինը դու ասա, այդ տղանունը ես չեմ կարող ասեմ։ Դե ինչ գնաց, մեր առաջին նորությունը Outworld Madrid 2026 թվի փառատոնի ժամանակ 15500 տոմս է վաճառվել, պատկերացնես մի ժամում։ Եռնեք իրանց էլի, մեր մոտ Հայաստանում գոնե տենց լիներ, ասում մեր մոտ մի ամսում այդքան չի վաճառվի։ Մենք տանջվում ենք մի 5-600 հոգանոց իվենթի համար մի ամիս տոմս։ Հա, իրականում այդ տղենու անունը ես չեմ կարող ասեմ։ Դրա համար է գցել իմ վրա, էս անունը, ասեմ ուրեմն Clank Kunstrel, գերմանացի մի DJ, որը որ շատ հայտնի է որպես տեխնո արտիստ, ունի նաև իր լեյբլը ու մարդը ինչ արել, գեղեցիկ ֆոտո-վիդեոներով այնքան է տենց սիրուն ֆոտո-վիդեոներով իր տեխնո իվենտները հրապարակել, որ որոշել է փառատոն կազմակերպել։ Հա, իրականում մի քանի տարի առաջ ընդհանրապես ինձ հայտնի չէր այս DJ-ը, երևի մի 3-4 տարի առաջ եմ առաջի անգամ իրան տեսել, դաժե ավելի քիչ, դաժե մի 2 երևի։ Այդ վիդեոները տենց որտեվ հիմնականում տեխնո իվենտներից այդ տեխնո արտիստները չեն սիրում էլի նկարել, չեն սիրում վիդեոներ անել, բայց իր լույսային շոուները ստեղ արդեն լեդային լույսերի եւ վիզուալների մասին չի խոսքը։ Ստեղ խոսքը հենց դասական լույսեր, բիմեր, ստրոբեր, հենց տեխնո լայթինգը ինքը մի հատ նենց մակարդակի է հասցրել ու այդ առաջի Outworld-ը իհարկե չգիտեմ ինչի համար է Մադրիդում հենց արել, եթե ինքը գերմանացի է։ Հա։
Հետո տարբեր աշխարհում, չնայած որ գիտենք Մադրիդում լավ տենց տեխնո սիրողներ կան, հա, շատ կան, բայց Մադրիդին իհարկե շատ էպիկ է, ես էլ շատ կուզեի մի հատ այդ իվենթին գտնվեի ու համել իր առանձնահատկություններից այդ իր այդ Outworld-ի, որ ամբողջ գիշեր ինքը մենակով է նվագում։ Ուրիշ DJ-ներ չկա line-up-ում։ All night long-ն էլ տենց մի 10-12 ժամ պատկերացրեք, տենց non-stop թրվռալով գժական տենց ինչ որ այդ LED լուսավորությունով, եթե հնարավորություն ունենանք ավելացնենք այդտեղ որ դուք տեսնեք ինչ լուսավորություններ է էլի ինքը հավաքում, մի հատ շատ տենց խելքից դուրս Տեսփայն աշխարհում տարբեր տեղերում անում է, բայց գլխավորը հենց Մադրիդինն է, հետևեք իրան։ Շատ էգոիստ DJ է, էլի։ Նմանատիպ չի ուզում ոչ մեկի հետ կիսվի, էլի Բեկ ջան, Միսթեր Բեկ ջան։ Չի ուզում ոչ մեկ այդ կիսվի, ինչի համար ուրիշ DJ-ներին փող տա կամ ինչ որ բան անի, ամբողջը պատկերացրու այդ։ Հանճարնել, համբավնել բանանի, շերանի, չէ։ Լուրջ թիվ է այդ 15500-ը տեխնո իվենթի համար, ասենք մեծ ֆեստիվալներն են Եվրոպայում։ Դուք ամենաշատ տոմս ծախել, ինչքան եք ծախել։ Եթե գաղտնիք չի իհարկե։ Եվ մենք երևի մի 4000 4000 ա եղա մաքսիմումը գառնի իվենթ։ Էն էլ հա, էն էլ տենց տեղը ավել թույլ չէր տալիս, թե չէ ավել էլ կարող ենք ծախել։ Մեր հայրը կսիրեն այս DJ-ին, իսկ նույնիսկ մեր հայրը սիրում են լույսային շոուներ ու ինչքան շատ sense լույսային էֆեկտներ իրան այդքան հա ու Իրանը իրականում նույն բանը չի կրկնվում տարբեր երկրներում լատինական ամերիկայից սկսած միջև չգիտեմ Եվրոպա ու այսինքն այլ երկրներ բոլոր տեղերում էլ անում է այդ միջոցառումը ու բոլոր տեղերում տարբեր տենց շատ փախած լույսային էֆեկտներ անում եթե հնարավորություն ունենաք Outworld լսեք դրա մասին ինչ որ միտեղ անպայման փորձեք տոմսեր առնել ներկա գտնվել։ Ահա։ Անցնենք մեր հաջորդ։ Ասեցիր հիշա, այդ ինչ նոր համակարգ է կարբոն։ Այդ մեր հենց հաջորդ նորությունն է։ Այդ եմ ասում, էլ ասա տենանք։ Շատ հետաքրքիր application է, ես քաշել եմ, ես մի շաբաթ օգտագործում եմ, կարբոնը տարբերվում է մյուս ոնց որ application-ներից նրանով, որ ինքը կոնկրետ նվիրված է հենց ակումբային երաժշտությանը, էլեկտրոնային երաժշտությանը, որտեղ ինչա կատարվում, label-ներին, ինքը բացի նրանից որ տենց սոցիալական ցանցուց է, այսինքն այնտեղ ինչ որ նորություններ բանել կարաս տեսնես։ Այնտեղ մի հատ շատ հետաքրքիր mode կա, որ discovery mode է կոչվում, դա ուրիշ application-ներում էլ կա, բայց քանի որ ինքը կոնկրետ էլեկտրոնային շեղումով է, դրա համար այս application-ը մի քիչ բոլոր application-ներից տարբերվում է։ Դու կարող ես այդ discovery mode-ով ինչ որ քո սիրած label-ները, քո սիրած artist-ներին մուտք անել, այսինքն ընտրել մի անգամից իրանց քո favorite-ների մեջ ավելացնել ու հետո ոնց որ առանձնացնել եւ հետեւել իրանց։ Բացի դրանից, որ ասենք իրանք այնտեղ իրանց նոր release-ները եւ այլն բոլորը կարող են այդտեղ գցել, այսինքն ինքն էլ արդեն սկսում է ըստ քո ոնց որ այդ սիրած label-ների բաների քեզ առաջարկել ինչ որ նոր label-ներ հետաքրքիր, նոր DJ-ների հետաքրքիր, սետեր են այդտեղ կարողանում գցել, այսինքն ինքը ինչու ոչ, նաև տենց ասենք մեր հայտնի SoundCloud-ին, բանին կոնկուրենտ է։ Լիքը էլեկտրոներգիան սիրողների ճանաչված resident advisor-ի ոնց որ նոր ավելի modern տեսքով հա ինքը իրականում ավելի շատ հենց մյուզիկի մասին է այսինքն այնտեղ այդքան շատ չկան նորություններ եւ այլն քիչ կտեսնես հիմնականում շատ է մյուզիկա այնտեղ այսինքն դու մտնում ես ոնց որ ասենք նույն մեքենայի մեջ տանը background չգիտեմ տանը TV-ի վրա եթե TV-ով միացնում եք կամ ինչ որ տենց երաժշտական կենտրոնով bluetooth ինչ որ դինամիկներով եւ այլն այսինքն այնտեղ միացնում ես սետը ու պլյուս like dislike կնոպկա էլ կա այսինքն ինչ որ մի track եթե գալիս է ու քո դուր չի գալիս դու ասենք կարաս dislike անես որ էլ նմանատիպ բաներ քեզ չբերի այսինքն այդ ընտրությունը բավականին կայֆ է հա այսինքն կներես էլի ինքը ադապտիվ է հա հիմա չեմ ուզում անունը տամ ես որ օգտագործում եմ իդեպ դու ես խորհուրդ տվել այդ երաժշտական ծրագիրը ինքը իմ լայքերի ու то есть даже scrolling-ը որ հասկանում եմ որ ես էսի անցնում եմ չեմ լսում ադապտացվում է իմ ճաշակը այո ես ասացի որ նմանատիպ application-ներ կան մենք օգտագործում ենք բայց զուտ իր տարբերությունը այն է որ ինքը հենց կոնկրետ էլեկտրոնային երաժշտությանն է այսինքն օրինակ հիմա նույն այդ մեր մնացած հայտնի music platform-ները app-երը որ կան իրանք ոնց էլ լինի քեզ շատ խառը playlist են վերում այսինքն դու ինչքան էլ լայքես չլայքես մեկը ասենք կարող է ինքը քեզ մի հատ
ջազ բերի, դրանից հետո մի հատ ասենք pop բերի, մի հատ հետո hip hop բերի, բայց այդտեղ կոնկրետ ամեն ինչը շեշտը դրված է հենց էլեկտրոնային երաժշտության վրա։ Այսինքն էլեկտրոնային ռադիոները երևի ավելի շատ կտուժ են դրանից, որովհետև ասենք եթե այն ժամանակ ասենք մարդ եթե ուզում էր տենց ստաբիլ հենց էլեկտրոնային երաժշտություն լսել, ռադիո էր միացնում ինչ որ էլեկտրոնային, բայց հիմա կոնկրետ ասենք կա application, որը որ շատ թույն բան է, էլի, ասենք օրինակ SoundCloud-ը եւ այլն ինձ հարմար չի օգտագործել զուտ մյուզիկ լսելու համար, որովհետեւ SoundCloud-ում պիտի մտնես կոնկրետ քո ուզածը գտնես, ճարես, play անես, լսես։ Այսինքն այդ random music բերելու քո սիրած քեզ սովոր քո նախասիրություններով music բերելը էլեկտրոնային կոնկրետ, դա չգիտեմ խի միջև հիմա չկար, որովհետեւ ասենք ինքը շատ թույն բան է։ Spotify-ը, բայց ասեմ քեզ ես օգտվում եմ դե Spotify-ից, ես էլ ընտրել եմ կոնկրետ արտիստներին, որոնց որ հետևում եմ, իրանց ռելիզներին եմ հետևում ու անգամ random երաժշտություն լսելուց ինքը մյուսը արդեն մոտավորապես բերում է նմանատիպ մի բան։ Հա, բայց չի լինում արանքում, ասենք ինչ որ չգիտեմ, որ ասենք կարող է մի հատ Dua Lipa դնի, բան ասենք չի լինում տենց։ Dua Lipa չէ, բայց կարա ասենք տրանս բերի, ասենք ես տրանս չեմ, հա, շատ հարգելի է, բայց չեմ լսում։ Ոնց որ ուզում ես պլավնի մեր հաջորդ նորությանը, հա, հա, էլի։ Դե ինչ, անցնենք մյուս թեմային, լեգենդար Love Parade-ը վերադառնում է Բերլին 26 թվականի օգոստոսին։ Պատմենք ուրեմն Love Parade-ը 89 թվականին է ստեղծվել, դա մասային մեծ միջոցառում է, ամբողջ փողոցները գլխավոր Բերլինի փակվել են եւ դիջեները նվագել են շարժվող ավտոբուսի վրա։ Այդ կադրերը երևի բոլորդ էլ տեսել եք, հաստատ էդի 5 կադրեր են ու սկզբում, եթե չեմ սխալվում, ինքը տենց ավելի շատ ինչ որ փոքրամասնությունների բանի ինչ որ տենց հավաք է եղել, պարադ է եղել այսպես ասած, Love Parade հենց դրա վրա կոչվել, բայց հետո ինքը մեծացել է։ Այո, սիրո եւ ազատության ոնց որ նպատակը դա է եղել։ Կազմակերպվել է մինչև 89 թվականից մինչև 2006 թիվը եղել է Բերլինում, որից հետո տեղափոխվել է տարբեր Գերմանիայի քաղաքներ ու 2010 թվականին Դույսբուրգում մի վատ պատահար է եղել, ոնց որ փառատոններին, մեծ փառատոններին ցավոք լինում են դեպքեր, 21 հոգի մարդ համացել եւ 500 հոգի վնասված, մարդիկ դավքան չգիտեմ հայերեն ոնց է իրար ոտի տակ ընկնելուց, հա, էլի շատ իրականում թիվը ասեմ, այդ ֆեստիվալի այնտեղ մի քանի միլիոնի մասին է խոսքը, պաշտոնական էդի հլտավյալներն է, այսինքն ոչ պաշտոնականով շատ ավելի կարա լինի, այսինքն պատկերացրեք մի հատ ֆեստիվալ, որտեղ 1 միլիոն հոգի մարդ կա, ասենք դե 20 հոգի ոնց կարա չմահանա, էլի։ Մինչև էդ էլ է մահացության դեպքեր եղել է այդ ֆեստիվալների ու вообще ընդհանրապես էլի բոլոր ֆեստիվալների ժամանակ էլ մեծ ֆեստիվալների ժամանակ այդ չգիտեմ հետ գնանք եթե այնտեղ Woodstock բան, ինչ որ տենց ֆեստիվալներ, որոնք որ էլի տենց պատճառներով են փակվել, այսինքն տենց մահացության դեպքեր միշտ էլ եղել է, ուղղակի մեր օրինակով էլ բերենք, մենք Jam Fest-ում նվագել ենք իրար հետ Անակլայում Վրաստանում ցավոք մեր դիմաց մենք դա անգամ տեսել ենք ոնց է։ Լավ, բայց եկեք տխուր դեպքերից չխոսենք, էլի։ Հա, ուզում ասեմ, էդի տխուր դեպք չի, ուզում ասեմ, էդի նենց բան է, իմ կարծիքով այդտեղ մի քիչ ավելի բանի թեմա էլ է եղել, երևի տենց ինչ որ ավելի քաղաքական, տենց ինչ որ պետության թեմաներ էլ է եղել, որովհետև ինքը մի քիչ արդեն կոնտրոլից դուրս ֆեստիվալ էր, էլի, պատկերացրեք 1 միլիոնը էդի շատ լուրջ թիվ է, էլի, ու ասենք այտենց բանի համար արդեն իրան 2010-ից վերջնականապես փակեցին, բայց պարզվում է ոչ վերջնականապես, որովհետև 16 տարի հետո նորությունն է, որ դոկտոր Մոտը, գլխավոր կազմակերպիչը, որոշեց նոր անվանումով Rave the Planet կարգախոսով 26 թվականի օգոստոսին եթե կցանկանաք այցելել Բերլին եւ այդ լեգենդար շարժմանը մասնակցել եւ ավտոբուսի հետևից քայլել, բայց խնդրում եմ ոտի տակ չընկնեք։ Հա։ Ստատիստիկայի մաս չդառնաք, էլի խնդրում եմ։ Ինձ թվում է ամենակարևորը ավտոբուսի դեմից չքայլել։ Ավտոբուսի դեմից դա вообще էպիկ կլինի, հա։ Հա, չէ, ուզում ասեմ ստատիստիկան խնդրում եմ բան չանեք,
չավելացնեք, զգուշ կլինեք, եթե հանկարծ գնալու եք օգոստոսին Բերլին, որովհետև իմ կարծիքով այս տարի էլի միլիոնը խփելու են։ Ինչ որ կարծում եմ մինիմալ խստություններ կլինեն համենայն դեպս, իրանք չեն ուզենա որ դեպքերը կրկնվեն ու բնականաբար։ Հիմա եթե անելու են, հաստատ ամեն տարի էլի անեն։ Իսկ հետաքրքիր է, ովքեր են նվագելու։ Կա տենց ինչ որ նորություններ, ոնց որ չկան, դեռ ուղղակի տենց ռելիզ են արել, բայց երևի են old school-ներին, քանի որ ինքը տենց այն ժամանակ դե 89 թվականին տենց ավելի շատ այն ժամանակ տենց ինչ որ տեխնո, տրանս, այդ վաղ սկիզբն է հենց եղել այդ house այդ տիպի երևի հին այն ժամանակվա իրանց DJ-նից, հենց ոնց որ հենց կազմակերպիչն էլ ինքը ոնց որ այն ժամանակ DJ-ա եղել, որտեվ հիշում եմ որ ինքն էլ էր հենց նվագում։ Երևի տենց իրանց old school-ներով կհավաքեն կնվագեն էլի, ուրիշ տեղ չեն կանչում նվագելու, դրա համար որոշել են էլի տենց կազմակերպեն։ Գոնե իմ event-ին կնվագեմ, հա, ուրիշ տեղ չեն կանչում։ Ինչ կա էլ գեվ ջան։ Մի հատ շատ էլի հներից որ խոսացինք, անդրադառնանք հներից, ասма տրանս լեգենդը Tiesto-ն վերադառնում է տրանս երաժշտության ոլորտ նոր ալբոմով։ Շատ է pop music-ի մեջ խորացել։ Հա, մի քիչ pop դե երևի մի հատ նենց պահեր եկել, որ ասում էր դե ինչ կարամ քերեմ, էլի, հեսա մեծանալ կա, բան կա, կոլաբորացիաներ էր անում։ Փորներին, ծորներին պտի։ Հա, կոլաբորացիաներ էր անում լիքը տենց ինչ որ ավելի գնացել էր դեպի կոմերցիա, այսպես ասած, կոմերցիոն կոլաբորացիաները, ֆիթերը, բաները շատ էին։ Սաղ փողերը դրեց բարձի տակ։ Հա, հիմա տենց որոշեց փողերը հավաքեց, որոշեց մի օր զարթնեց։ Արտի մեջ խորանը, հա։ Кризис старшего возраста մոտը սկսեց, բռնելա սաղ Instagram-ը ջնջելա, չգիտեմ, եթե ինչ-որ մեկը հետևումա տեսած կլինեք, Instagram-ում ինչ կա չկա սաղ դրելա ջնջելա կամ երևի արխիվ արել, չգիտեմ, բայց release բանը, announcement-ը նոր ալբոմի տենց է արել, սաղ ջնջելա ու բան արել։ Ասելա, որ տենց վերադառնում եմ նոր ալբոմով, ուշադիր եղեք, Bring Me to Life, տենց է կոչվում նոր ալբոմը ու ասում են, որ հենց տենց իրա դասական, հենց սկզբի, են իրա տարիների, հենց տենց դասական տրանս ոճի մեջ է լինելու առանց շեղումների, այսինքն են հին Tiesto սիրողները պետքա հիմա շատ ուրախ լինեն։ Այ հետաքրքիր բան ես ասում, ուզում եմ հիշեմ Tiesto-ի ամենահայտնի տրեկը, որով ինքը պոպուլյար է դառել։ Adagio for Strings։ Այդ տրեկն էր իր ամենահայտնի։ Ես անունով չեմ հիշի, ես անուններից մի քիչ վատ եմ, կներեք ինձ։ Չեմ, բայց դա ոնց որ ճիշտ եմ հիշում, որտեվ Լավ, եկեք շարունակենք։ Լավ, հետո եթե Այո, ճիշտ եմ հիշում։ Ես տենց որտեվ Tiesto-ի տենց շատ մեծ երկրպագու չեմ իրականում, դե որտեվ հա, դա տրանս մեր մոտ հա Հայաստանում հնում տրանսը շատ առաջնային երաժշտություն է եղել։ Հիմա էլ շատ կան սիրողներ, ուղղակի ոչ մեր երկրում, էլի մեր երկրում նույնիսկ այսքան ժամանակ իհարկե Tiesto-ն երբ որ նվագում էր Հայաստանում իհարկե օրը մի քիչ այդքան էլ հարմար օր չէր։ Մեծ ֆեստիվալներ կար, մենք էլ warm-up ենք Tiesto-ին նվագել։ Tiesto-ին warm-up պատկերացնում եք, ասում եմ ես միջեմա չեմ պատկերացնում։ Հա, շատ թույն էր, բայց հիմնական գովացին կարողում էլ։ Շատ թույն էր, բայց երևի եթե չասեմ մի 80%-ը, 80-90%-ը դրսից մարդիկ էին։ Պարսկաստանից կար։ Ինչքան մարդ, իդեպ մեր հարևանները շատ են սիրում։ Տրանս շատ են սիրում, հա, Պարսկաստանից շատ տուրիստներ կային, Ռուսաստանից կային շատ տուրիստներ։ Դե Tiesto-ն իրականում տենց է որ շատ լեգենդար տիպ է, էլի։ Ու որ վերադառնում է իր արմատներին, այդ իհարկե շատ թույն նորություն է։ Միայն գովելի է։ Դե ինչ, հիմա անդրադառնանք մեր վերջին թեմային, վերջին նորությանը, որը նաև շատ հետաքրքիր է, ուրեմն ակումբներ հաճախող մարդիկ կյանքի ավելի բարձր որակ ունեն, հա։ Այո, Ամստերդամի ապացուցված է։ Համալսարանի գիտնականները ողջել են, որ փորձություն են արել մոտ 20000 հոգու մարդկանց օրինակով, որ ակումբ այցելող մարդկանց սերոտոնինը, այսպես ասած, բարձր է եւ այցելելով իրանք կյանքի իրանց որակը
ավելի են Բացի դրանից ավելի լավ սոցիալական կապեր ունեն, ավելի կայուն են ստրեսի նկատմամբ, ինչպես նաև բարձել են, իսկ այդ ամեն ինչը իրար հետ մեկտեղ բնականաբար շատ ավելի համ առողջության, համ կյանքի որակի համար շատ կարևոր փաստեր են։ Էսի sense մի մալոտում կարևոր նորություն, քանի որ տենց անցած հաղորդման ժամանակ մի քիչ ավելի տենց հակառակ ուղղությամբ էինք գնում, որ ասենք ավելի քիչ են սկսել հաճախել մարդիկ ակումբ ու տեսեք գիտնականները Ամստերդամի sense մի հատ եզրակացություն են արել երկար փորձականությունից հետո որ իրականում սխալ են անում մարդիկ որ ակումբ չեն գնում որովհետև դա իրականում ավելի բարձրացնում է իրենց կյանքի որակը այլ ոչ թե առողջությունը վատացնում է նո երևի թե իմ համար որպես community ներկայացուցիչ իմ համար դա բացահայտում է որտեվ ինքը մեդիտացիայի մի տեսակ է որտեղ դու կարող ես լրիվ լիցքաթափվես այդ բացասական էմոցիաներից ներփակվես քո ներաշխարհում ու ոնց որ ինքը դիալոգ լինի էլի քո համար ոնց որ եթե ես sense փորձեմ փիլիսոփայեմ ու կարծում եմ որ այդ ինֆորմացիան շատ ճիշտ է հա բայց ես էլի կողմնակից եմ ցերեկային իվենտների այսինքն խոսեմ այն մարդկանց մասին որոնք որ սիրում են ցերեկային իվենտները թե կոֆե ռեյվերը կլեն իհարկե արդեն ոնց որ դրա տրենդը անցավ բայց կան ցերեկային daytime իվենտներ փառատոններ ինչպես գիտեք եւ խոսել ենք շատ ապա չի հենց ակումբում ոնց որ այդ սերոտոնինը ստանաք կամ ձեզ երջանիկը զգաք, այսինքն դու դա կարա ցերեկը լինի, դուք հետո գնաք ձեր գիշերը քնեք, ձեր քունը առնեք։ Ես համաձայն եմ, կներեք մի բան հիշեմ։ Այստեղ խոսքը հենց ակումբ գնալու մասին չի, էլ, այսինքն գիշերային ակումբ մասին, ընդհանուր երաժշտության այդ վայելու այդ որակով սաունդի շնորհիվ գեղեցիկ մարդկանց նոր կապեր շփում որը կյանքում կարա լիքը ոնց որ հետագայում լիքը կյանքում քեզ այդ մարդիկ օրինակ պետք կան առասարակ քո կյանքը բարելավելու, ել ավելի հաջողված անելու։ Այդ առումով համաձայն եմ շատ քո հետ։ Ես վերջերս դիլիջանում էի, շատ ընտիր եղանակ էր ու ցերեկը նստած վայելում էի ու downtemp տենց երաժշտություններ էի դնում էթնո ոճի ինձ հաճելի էր ու գիտեք ինչ հիշեցի ակամայից այն մի հատ իվենտ էի կազմակերպել բոտանիկալ իմ ամենասիրած իվենտներից մեկն է եղել ցերեկային արևային հաճելի ոչ ցուրտ ոչ տաք ասենք ինչ որ վիճակը ու այդ բնության մեջ ելևեջները ոնց որ ավելի հաճելի էին դարձնում ու այդ ռելաքս վիճակը այդ vibe-ը մարդ կարող էր վայելել ու ապրել Համաձայն եմ քո հետ, համաձայն եմ քո հետ։ Այդպես բաներել։ Կանենք մյուս տարի միգուցե քանի որ տրիանգուլումի 10-ամյակն է լինելու 26 թվականին հենց երևի տենց օգոստոսի կողմերը միգուցե ինչ որ տենց քաղաքից դուրս անտարոտ ինչ որ տենց լավ տեղում անենք էտի կարոտ ենք մնացել բնությանը։ Լևոն ջան, հիմա քո հերթն է, ասում մեր սիրված ռուբրիկան, արդեն սիրված, իմ կողմից չգիտեմ շատ սիրված է, ինչ շատ է դզում, ես տենց բաներ շատ եմ լսում ինքս, անցնում ենք լեգենդար տրեկերի շարքին, որոնք որ տարիներ առաջ ռելիզ են եղել ու պատմության մեջ մնացել են։ Իմ սիրած խմբի մասին ենք խոսելու, որովհետև ես ինքս մեծացել եմ իրանց երաժշտության ներքո ու ամենայն սիրով կընթերցեմ ձեզ համար 29 տարի առաջ The Prodigy-ն թողարկեց Brief-ը եւ փոխեց էլեկտրոնային երաժշտությունը հավետ։ Հա, ես տենց հնարավորություն եմ հիմա իմ մոտից մաքրելու, որովհետեւ Gen Z-ից լիքը մարդիկ կան, որ նույնիսկ չգիտեն Prodigy-ն ինչա, ով է, ինչ տրեկեր ունի, տենց տակից ֆոնային մի հատ լսեք, որ տեղը բերեք, էլի, որ տրեկն է, ինքը շատ լեգենդար տրեք է իրականում։ Տրեկը ունի 28-29 տարի պատմություն 97 թվին է թողարկվել եւ իմ սիրելի վոկալիստը սալիստը խմբի Kate Flint-ը ու իրանց ամենահայտնի ալբոմում The Fate of the Land թողարկվեց դրանից հետո սկսեց սերը իրանց երաժշտության հանդեպ դա breakbeat ագրեսիվ վոկալ ռոքի ավելի տենց էլեկտրոնային ռոք այդ ոճերի մեջ իրանց երաժշտությունը թողարկվել
ու ես իդեպ ասեմ, որ բախտս բերեց եւ մասնակցեցի իրանց համերգին։ Էդի տենց մեծ բան է իմ համար, մոտ մի 10 տարի առաջ, երևի ավել Բաթումիում Prodigy-ն դեր Քեյթ արդեն անունը մոռացա։ Քիթ Ֆլինտը դեր կար։ Ամենավատ օրերից էր, հետո չեմ հիշում ինչ զբաղվածություն ունեի, ինչ գործ ունեի, որ չկարացա այդ համերգին գնայի, բայց իրականում փաստորեն սենց բան եմ կորցրել էլի, դրանից հետո էլ վсё, գնաց։ Ինձ թվում է մեծ առասարակ էլեկտրոնային երաժշտության մեջ առասարակ մեծ վլաժենիա ունեն ներդրում։ Իրոք Prodigy-ն շատ ուժեղ փոփոխություն է բերել, եթե չեմ սխալվում, էլեկտրոնային մյուզիկի ասպարեզ։ Այո, որովհետև իրանք այն ժամանակ էլի իրանց որպես իրանց մյուզիկը էլի սկզբից տենց խնդիրներ բոլորը ունեցել են այն ժամանակ, ռադիոներ չէին վերցնում, իսկ այն ժամանակ միակ տարածման ձևը երաժշտության այդ ռադիոներն էր։ Այսինքն, եթե ռադիո չկար, երաժշտությունը քո ռադիո չէին վերցնում, վсё, իմացի կորած ես էլի, այսինքն ոչ մի ձև չկար, որ դու տարածվեիր, բայց իրանք էլի տենց ասենք այնքան այդ underground party-ներին այնքան շատ էին DJ-ները իրանց երաժշտությունը միացնում, պլյուս իրանց underground համերգները, որ իրանք կազմակերպում էին, այնքան շատ էր, որ արդեն ոնց որ ինքը գնաց public։ Ու կստացի հենց Kid Flint-ն էլ էլի սկզբնական սաստավում ինքը ընդհանրապես պատահական են դեռ իրան բացահայտել, որովհետև ինքը տենց շատ տենց ամաչկոտ, տենց լրիվ, տենց տղա է եղել, նույնիսկ ասում էին, որ տենց ասենք ինչ որ միջոցառումների բաներին, տենց ընտանեկան միջոցառումներին բաներին, ասենք չգիտեմ հարսանիքներին բանին, դաժե չէր էլ պարում ինքը ընդհանրապես շատ տենց ինչ որ ամաչկոտ տղա էր, բայց արի ու տես։ Հետո պոչերը դրեց, լեզուն հանեց ու սկսեց գոռալ զարի մերկեց։ Մաքսն էլ չէ խնդալու կլներ իրան տենալ հարսանիքին պարելուց։ Ինչ որ ախպոր հարսանիքին ինչ կլիներ, լավ պարեր մի հատ քեֆ աներ։ Ու երկրորդ վոկալիստը Մաքսը, որը որ Սևամորտ Մաքսը, որը որ հա լավ ախպեր է ու ռեփ ստավքեք էր անում երաժշտության մեջ, ինքն էլ շատ վառ կերպար էր բոլորի համար։ Դե ինչ ամփոփենք հա մեր ծրագիրը այսօրվա ու բոլորիդ շնորհակալություն հայտնենք, որ նայում եք մեզ, չմոռանաք լայքել մեզ, կոմենտել, բաժանորդագրվել Triangle Frequency-ին։ Այդ խնդրում եմ անպայման ականջի հետև մի գցեք, դժվարություն չի ձեր համար, մի հատ սենց ասում եմ, եթե մատը սենց բերում եք, սենց սեղմում եք լայք ու արդեն մեր վիդեոն ավելի տարածում է գտնում։ Մեծ բան է եւ այո։ Ու նաեւ կոմենտներում թող ավել բան գրեն, ինչ թեմաներ օրինակ կհետաքրքրի կամ անպայման հաջորդ հաղորդումներից սկսած հավանաբար մենք նույնիսկ հյուրեր ենք ունենալու, կարող եք հյուրերի ինչ որ տարբերակներ գրելում կուզեք օրինակ մեր ստուդիայում տեսնել, հարցեր եթե ունեք կամ ինչ որ միգուցե ինչ որ բաներ սխալ ենք ասել, կարող եք կոմենտներում ուղումներ անել մեզ, որովհետև մարդ ենք, մենք էլ ենք մարդ, կարող մի բան սխալ ենք հիշում։ Դե կարող լինի։ Ու պլյուս մեր Instagram-ը, TikTok-ը, բաժանորդագրվեք, TikTok-ը դեռ պատրաստ չի, շուտով կլինի։ Այդպես հիմա երևի ես հաղորդում որ դուսա գալի արդեն հաստատ կլինի։ Շատ լավ, շնորհակալություն բոլորին, մինչ մյուս էպիզոդներ։ Пока. Հաջողություն։